Գոլյան արդեն, Ստեսիմյոնիշնա, Կարմիրով, որը գծի մեջ է, սրանք առաջի մասի մահացածներն են, կանանչ գծերը սա հարաբերություններ, նա կապույտ ուրիշ, սա ուրիշ։ Սա ընդհանուր պատկերն է շարունակության, то есть այն ինչ-որ առաջի մասի մեջ էր, հիմա կրկնակի անգամ զարգանում է շարունակության մեջ։ Անկեղծ եմ ասում, ինձ համար շատ ուրախալի է այդ, որ ասենք ես հետ եմ գալիս, էլի չեմ մահանում, որովհետև կուզենայի շարունակել աշխատել նորից Գոռ Վարդանյանի հետ։ Գիտեք ինչի, այ հենց նայեք, ես ինչ-որ նոր ցույց տվեց, երևի շատ իր տեսակ։ Ես անընդհատ զարմացել եմ, ասում, իսկ քանից այստեղ են ոնց է գլուխ հանում, էլի։ Պատկերացնում եք ինչքան դերակատար զբաղված է կինոյին, որ նայեք, տեղով դադար չկա։ Այ Գորջան ասում, այսքան բանը, դու ոնց ես կարողանում այսքան կինոն այսպես տեսնել։ Այդ ահագին բանը ինքը տեսնում, ասում է դու հա, ասում է ինչ անեմ, կարողանում եմ, հետո որ շատ կյանքը կեր, ասի ոնց ես անում, ասեց Արմեն, դե կյանքս մի կեր, ասեց, ինձ ասում են, ես էլ նկարում եմ։ Յո, ով է ասում, ասեցի, արզվում է ասում են, ինչ-որ մեկը կա, որ այս մարդուն ասում է ոնց նկարի։ Ինձ համար էլ իրոք եւ հաճելի է եւ երջանկություն է կրկին աշխատել ու լինել այն ստեղծագործական խմբում, որը ղեկավարում է Գոռ Վարդանյանը։ Երկրորդ նախագիծն է, որ աշխատում եմ, որից ստանում եմ շատ մեծ բավականություն, որովհետեւ ամեն ինչը իրապես կազմակերպված է ռեալ եւ ոչ միայն ֆիլմում, այլ նաեւ ստեղծագործական անձնակազմում, շփում, ընկերություն, հայավարի ու այն ինչը որ մենք իրապես ցույց ենք տալիս, դա ազդում է եւ տպավորվում է հանրության, ժողովրդի մեջ։ Ես էլ եմ շատ ուրախ, որ վերսկսում ենք կայսրության թևեր երկուսը, ինչպես ասեցին մեծ վարպետները, միշտ պատրաստ ենք աշխատել, ես չգիտեմ ոնց ասեմ, ես ասեմ իմ լեզվով, Սենսեյ ջան, քո հետ աշխատելը միշտ ու միշտ բերում է դրական կողմեր, մենք սովորել ենք, սովորում ենք, միշտ էլ կսովորենք ձեզանից, ուրախ եմ, անհամբեր սպասում եմ ֆիլմի սկսելուն, ոնց որ ասում էր Նիմոյը, Սցենարական աշխատանքներն են քննարկում, աշխատանքը, որ պետք է կար ժամանակ հետո սկսենք նկարահանումները, շարունակությունը կայսրության թևեր ֆիլմի, ասեմ, որ բավական հետաքրքիր, ակտիվ ֆիլմ է լինելու եւ ավելի հետաքրքիր է լինելու շարունակությունը, շատ դերասանական կազմը գրեթե կրկնակի անգամ մեծացել է, տարբեր երկրներում է նկարվելու, ազգությամբ ոչ հայ շատ դերասաններ են եւս ներգրաված ֆիլմի մեջ, այնպես որ տաղաստված նկարահանումները սկսենք, վերջացնենք եւ մեր հանդիսատեսը կարծում եմ, որ աշնանը շատ հետաքրքիր ֆիլմ կտեսնի շարունակությունը Artflix-ի եթերում։